Ինչ ասեմ։ Պարշուտա կամ կերտել եք։ Այո, իհարկե։ Մոտեցեք էլի։ Ես շատ լավ հիշում եմ, որ ձեր օրոք Թուրքիան վախեցել է հայից։ Շատ լավ հիշում եմ, որ ձեր օրոք Թուրքիան Ադրբեջանը հայից վախեցել է, իսկ ռուսը հարգել է հային։ Հետագայում ուզում եմ իմանամ նույն կերպա լինելու։ Անպայման։ Նայեք, երևի Թուրքիայի մասին չխոսքը, Ադրբեջանի մասին է երևի խոսքը, այն ժամանակ Թուրքիան նույնիսկ այդքան շատ չէր խառնվում։ Շատ պարզ ասեմ, իրենց չէին նույնացնում Ադրբեջանի հետ։ Իրենք հետո, հենց այս 44 օրյա պատերազմի ժամանակ սենց լավ խառնվեցին, Ադրբեջանը չէր համարձակվում։ Եվ ես չեմ ուզում հիմա այս խաղաղության օրակարգի շրջանակներում վախել բառը օգտագործել, բայց հարգելը միանշանակ այդ հարգելը լինելու է։ Հիմա հարգելու ու վախելը մի քիչ իրար մոտիկ են, չէ՞։ Մի քիչ իրար մոտիկ են։ Երբեք մենք այդ հնարավորությունը չեք տալու իրենց մտածել, որ կարող են մեզ նույն օրը գցեն, որը գցել էին 44 օրյա պատերազմի ժամանակ։ Երբեք դա թույլ չենք տալու։ Որովհետև դուք կաք ու միշտ կլինեք։ Ու միշտ կլինեք։ Ես պատերազմը սկսել են իրենք։ Հիմնական պատճառը պատերազմ սկսելու հետևյալն է։ Աչքը կերելա։ Աչքը կերելա։ Ուղղակի։ Որովհետև նայեց ինչ էր անում Հայաստանը։ Հայաստանում ինչ էին, առաջինը հասարակությունը պառակտեցին, հին, նոր, հարուստ, աղքատ եւ այլ։ Երկրորդը բանակում ինչքան մենք փորձառու գեներալ գնդապետոն էինք, սարին հեռացրին բանակից։ Չէին վստահ։ Ուղղակի ոչ մեկս չենք հիշում, որ Հայաստանը նահանջի կամ ինչ-որ հետո ինչ արեց, ռուսների հետ հարաբերությունները փչացրեց։ Հիմա Ալիևն նայում ասում ասիր, սա, հա, բանակցային գործընթացն ավիրեց, ձախողեց։ Ասաց ես 0-ական կետից եմ սկսել։ Ուրեմն 3 հսկապետություն 25 տարի բանակցել են, ինչ որ մի կետ են հասցրել։ Մի հոգի գալիս է, այս փոքր Հայաստանում ասում է դուք ով եք։ Հարիվներ։ Ես իմ 0-ական կետից եմ սկսում։ Ուրեմն այդ 25 տարվա գործը Միացյալ Նահանգների, Ռուսաստանի, Ֆրանսիայի, այսպես բանը ոնց որ զիբիլանոց գցի։ Ու իդեալական պայմաններ էին ստեղծել Ալիևի համար։ Ալիևը գցեց բռնեց, ասեց դաշնակցի հետ հարաբերությունները փչացրել են, ներսում պառակտված են, բանակը թույլատրել են, այս Ամերիկա, Ֆրանսիա բանման ձեն չեն հանելու։ Որտե բանակցային գործընթացը ձախողել են։ Պատերազմը սկսելու պատճառը սա է, չէր սկսի։ Ինքն էլ եկել է ասել է 0-ական կետից եմ սկսում։ Հիմա 0-ական կետը սա է։ Սրան ենք, ուրեմն վստահ եղեք, որ ամեն ինչ փոխվել է։ Շատ բան է փոխվել է։ Միասնական դե կողքին ենք։ Եվ ասեմ մի բան էլ, մենք այն ուժը չենք քաղաքական, որը գա եւ ասի 0-ական կետից եմ սկսում։ Որտե ես գիտեմ ինչ են ասում իմ մարդկանց։ Ով որ դպրոցում աշխատում կամ մանկապարտեզում կամ որևէ կապ ունի բյուջեի հետ, ասում են էսա անդիմությունը որ գա, Հայաստան դաշինքը որ գա, սա այն գործ ազատելու են։ Այ վերևի այդ քպականներին հայո ազատելու են։ Բայց այն քաղցարայողը, այն մարդը որ դպրոցում դարսա տալի է, այն մարդը որ պետական համակարգում աշխատի պիտի ազատ։ Հակառակը, այդ մարդիկ ավելի պաշտպանված են զգալու իրենց։ Իրենց չեն գալու ասեն, դու եթե Facebook-ում ինչ-որ մի տե լայք դնես, քեզ գործից կհեռացնենք։ Այդ մարդը ճնշված չի լինելու։ Մենք գալիս ենք նաև այդ մարդկանց ազատելու այս վիճակից։ Ու երբեք այդպիսի բաներ չենք արել։ Հիմա ես այդ մարդկանց էլ եմ հասկանում, հիմա Facebook-յան բանը մի հատ լայք դնելու համար մարդու կարան գործից ազատել։ Դպրոցի ուսուցիչին, մանկապարտեզի աշխատող են, լավ, գետինը չեք մտնում, ամոթ չեք անում։ Մենք ուզում ենք, որ առաջվա խիստ նախագահը հետ գա։ Խիստ, բայց արդար։ Նախագահ իմ հարցս հետևյալն է։ Այս քարոզարշավը ցույց է տալիս, որ մեր ժողովրդի մեջ կա որոշակի պառակտվածություն։ Չնայած թեկուզ եւ քիչ քանակությամբ, բայց մի մարդկային թվաքանակ կա, որ
դարձել են խիստ անտարբեր։ Մարդկանց խումբ կա, որ կասկածամիտ են, չեն հավատում։ Մի խումբ էլ կա, որ վախենում են։ Դուք դա մասին ինձ նոր ասացիք, այդ հարցը ես չեմ շարունակի։ Եվ մի այսպիսի խնդիր կա։ Արցախի հանձնման պարագան մեր այս ընթացքում նաև շատ խիստ ազդեց նաև մեր ժողովրդի վրա, նրա հոգեբանության վրա։ Այս քարոզարշավում հնչող խոսույթները, որ ասում են որոշ կուսակցությունների կողմից, ես շղթից զամանքում նայեցի, որ անգամ ծափ տվող էլ կա ժողովրդի մեջ։ Վիրավորում են մարդկանց, հայոյում են, անպատվում են, սպառնում են ու ծափ են տալիս մարդիկ։ Փոխանակ գոնե, եթե բան չեն ասում, խելոք լսեն։ Հիմա մենք ունենք մի կուսակցություն, որը մասնակցում է ընտրություններին։ Անունը դնենք քաղաքացիական պայմանագիր։ Իդեպ ես այնտեղ շատ մարդիկ եմ ճանաչում, որ լավ էլ հայրենասեր են եւ իրոք լավ մարդիկ են։ Շատերին մենք Տիգին Արպիկի դաս ենք տվել, մեծացրել ենք դպրոցում։ Այդ մարդիկ էլ կան այդպես, բայց այսօր նրանք էլ են վախենում։ Հիմա ես խորապես համոզված եմ, որ ԿՊ-ի վերնախավի գործունեությունը իրենց այդ վարչապետի գլխավորությամբ 100% դավաճանական գործունեություն է։ Ինձ որևէ մեկը չի կարող հակառակն ապահովել, որ ինչ որ հանգամանքների բերում եւ այլն։ Նա կատարվել է դավաճանություն, այսօր էլ այդ ամեն ինչը շարունակվում է։ Եվ մենք տեսնում ենք, որ նա մասնակցում է ընտրություններին, որպես կուսակցություն, գլուխ գովալով, վիրավորելով, անպատվելով, երեխեքին արդեն պղծելով են խայտարակ նշանը ցույց տալով, որ իրանք իբր թե սիրո նշան են անվանում, որ բնավ սիրո նշան չի։ Հիմա այո, որ դուք կլինեք արդեն մեր վարչապետը եւ որոշ հարցեր բնականաբար անպայման կփոխվեն։ Հնարավոր է այն աշխատանքները, որ կարողանանք մենք դասիրակությունը նորից դպրոց մտցնենք։ Որ դպրոցները պատասխան տան երեխաների դասիրակության մեծացման համար, նրանց կայացման համար, ոչ թե այսօրվա նման չեզոք ամուր զանգված կա, որոշ դպրոցներում գալիս են։ Եվ այդպիսի կուսակցությունները, որ բացառվի նման երևույթները մեր երկրից։ Հասկացա։ Նայեք, հիմա ինչ են անում, դպրոցական ծրագրերից այնքան բան են անել, հիմնականում հանում են ինքնությունը ամրացնող հարցերը։ Հիմնականում դրան են ձեռ տալիս։ Մեր պատմության հետ կապված, բայց իրենք ինչ են ասում են դպրոցը գիտելիք ստանալու տեղ պետք է լինի միայն։ Մենք ասում ենք դպրոցը ոչ միայն գիտելիքի տեղ պետք է լինի, նաև դաստիարակման, ինքը դաստիարակչական ֆունկցիա պետք է ունենա այս դպրոցը։ Սա սկզբունքորեն տարբեր բաներ են։ Ես համոզված եմ, որ դպրոցը միայն գիտելիքներ sense հաղորդելու երեխաներին տեղ չի, նաև դաստիարակչական լուրջ աշխատանք պետք է արվի դպրոցներում։ Ընդհանրապես դաստիարակչական, մանկապարտեզներ, դպրոցներ եւ հայրենասիրությունը միայն ընտանիքում չի լինում։ Հայրենասիրությունը պետք է ընտանիքի աշխատանքը եւ դպրոցի sense համատեղվի։ Մոտեցումն է, այդ խնդրումը դա է, նաև այդ դաստիարակչական հարցը, ըստ էության պետությունը ձեռք երելովանում է, ասում է, այս ամեն ինչ թողում ընտանիքի վրա։ Ընտանիքները տարբեր են լինում, տարբեր գրագիտության աստիճան է լինում ընտանիքներում, տարբեր հայացքներ, բայց պետությունը չի կարող իր պետական քաղաքականությունը, պետական դաստիարակչությունը, հայրենասիրությունը ընտանիքների միջոցով մենական է։ Պետությունը դա անում է առաջի հերթին դպրոց, մանկապարտեզ դպրոց։ Սա լրիվ ես ընդունել է եւ ուղղակի ուրիշ ձևի ես չեմ տեսնում։ Անկեղծ ուրիշ տարբերակ ես չեմ էլ տեսնում։ Չի կարող պետությունը ձեռք երելովանա, ես դաստիարակության հետ գործ չունեմ։ Ուրեմն ինքը երկրին նվիրված հայրենասեր քաղաքացի չի ունենալու։ Այս մի քիչ շարունակում 10 տարի շարունակվի, սա է լինել։ Հասկացող մարդը հասկանում է, որ այդ ամեն ինչը գալիս է պատասխանատուից եւ պահանջատիրոջից։ Այս ընտրություններն է զուտ նպատակը հենց այդ է, որ մենք ունենանք հայմ պահանջատեր ու ճիշտ պատասխանատու։ Բայց գիտեք մի բան էլ կա, եթե դու այդ դաստիարակությունը դպրոցի թողում ես, մի 20 տարի անցնում է, սերունդը փոխվում է, հետո այդ պահանջատերն էլ չի լինում։ Պահանջատերն էլ չի լինում։ Եվ այսօր եվրոպական շատ երկրներում այդ վիճակն է։ Իրենք հիմա չեն կարող, ընդհանրապես բանակում ծառայողել չկա։
այդ բանակում ծառայողների երկրներ կա, որտեղ բանակում ծառայողների ասենց մի 50-60%-ը նրանք են, ով դրսից եկել են եւ բանակում ծառայելու դիմաց քաղաքացիություն են փորձում ստանալ։ Հիմա սրան են տանում։ Մեր տարածաշրջանում, եթե այդ հայրենասիրությունը, եթե մեր ազգային ոգին, եթե մեր ասենց ավանդույթները մենք եթե չպաշտպան, խնդրեմ ենք ունենանք։ Իսկապես լրջագույն խնդրեմ ենք ունենանք։ Միգուցե դրա համար են անում, որ մենք այդ խնդիրները ունենանք, էլի։